Նինոցմինդայի մունիցիպալիտետի Կատնատու գյուղում հունիսի 13-ից 14-ն անցկացվեց արդեն ավանդույթ դարձած ֆուտբոլի հուշամրցաշար, նվիրված գյուղի վաղամեռիկ երիտասարդների հիշատակին։ Մրցաշարին մասնակցում էին 16 թիմեր, տարբեր գյուղերից։ Մեր գեղին վաղաժան ջահելներուն պատվին է։ Ուրեմն խաղցել են Գենդիրը, Սատխա, Բագդանովկա, Կատնադու, Արլովկա, Հերագել, մեր գեղին 3 թիմ է եղել, խաղցել են։ Հեմի խաղանգը Սատխան ու Կատնադուն ֆինալ։ Երրորդ եղանակային պայմաններուն համար մենք տեսնիք ինչ անկն է։ Ես շնորհակալություն կհայտնեմ բոլոր թիմերուն, բոլոր մասնակիցներուն, որ եկավ մասնակցեց մեր վաղաժաններուն հիշատակը վար պայելու համար։ Տեղի ունեցավ Կատնատու գյուղում 3 սկսվեց հուշամրցաշար, մասնակցում են 16 թիմեր Նինոցմինդայի մունիցիպալիտետի տարբեր գյուղերից, թեժ պայքարի ընթացքում կիսաեզրափակիչ Հելան Կատնատուի թիմը, Սատխայի թիմը, Նինոցմինդային ու Արլովկայինը եւ եզրափակչում եղանակային պայմանները հաշվի չառնելով հաղթեց Սատխայի թիմը արժանի պայքարում, որի համար շնորհավորում ենք։ Երկօրյա խաղերն անցան ընկերական միջավայրում։ Մասնակից թիմերի թիվը տարեց տարի ավելանում է։ Սա ապացույցն այն բանի, որ երիտասարդների մեջ ամրանում է վստահությունը, ընկերությունն ու աջակցությունը մեկը մյուսի նկատմամբ։ Այս հուշամրցաշարը ավանդական հուշամրցաշար է Կատնադու գյուղում, մեր գյուղում, արդեն գրեթե 8-9 տարի անցկացվում է։ Մասնակցում էին 16 թիմեր, 3 թիմ մեր գյուղից էր, Կատնատու գյուղից, 2 թիմ Նինոցմինդայից, Արլովկա, Գարելովկա, երևի բոլորը չթվեմ, 16 կոմանդային, 2 օր ինչ անցկացվեց, հուշամրցաշարը տևեց 2 օր, թեժ պայքարի արդյունքում հաղթող դուրս եկան 3 թիմեր, առաջի հորիզոնական գրավեց Սատխայի թիմը, երկրորդ հորիզոնականը Կատնատուի առաջին թիմը եւ երրորդ հորիզոնականը Օրլովկայի թիմը։ Այս հուշամրցաշարը նվիրված է մեր վաղամեռիկ երիտասարդների վառ հիշատակին։ Այս հուշամրցաշարով մենք մեր ցանկությունն ու նպատակը այն է, որ վառ պահենք նրանց հիշատակը, հիշենք նրանց ու սպորտային ոգին բարձր պահենք, միախմբվելով, համախմբվելով, ամեն տարի անցկացնում ենք, այս տարի նույնպես կարողացանք շատ բարձր որակի անցկացնել այս հուշամրցաշարը։ Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար, աջակցության համար, ամեն տարի սպասում ենք ձեզ մեր գյուղում մասնակցելու այս հուշամրցաշարին։ Անկախ եղանակային պայմաններից այսօր մեծ խորին շնորհակալություն ենք հայտնում մեր Նինոցմինդայում հասարակությանը, մունիցիպալիտետին, մեր հարևան գյուղերին, ովքեր այսօր եկան մասնակցեցին, մեր անցավոր երիտասարդների հուշը մեր մեջ պահելու առիթով։ Երկօրվա մրցումներից հետո երրորդ տեղը, այսինքն մեր շրջանից այս տարի ավելի շատ մասնակիցներ էին, 16 կոմանդ, նորից իրենց շնորհակալություն կհայտնի, բայց վերջին տոկում հաղթողները դարձան 3-ը։ Երրորդ տեղ Արլովկայի երիտասարդները։ Երկօրյա խաղերի թեժ պայքարում երրորդ տեղին արժանացավ Օրլովկայի թիմը, երկրորդում էր Կատնատուի թիմը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Սատխայի թիմը։ Սպորտը դա հարաբերություն է, սպորտը առողջություն է, սպորտը
լավ իրավիճակ է մարդկանց համախմբելու ծանոթանալու համար։ Բոլոր մեկից կամեն առողջություն։ Նմանատիպ միջոցառումներն ունեն կարևոր նշանակություն մարզասեր երիտասարդության համար։ Եվ այն, բացի առողջ ապրելակերպից, նաև խթան է մունիցիպալիտետի գյուղերն իրար միավորելու համար, իսկ կաթնատուի հուշամրցաշարը շարունակական է։